Մարդը հաճախ չի հասկանում, թե ինչպես մի փոքր սթրես կարող է փոխել իր մտածելակերպն ու վարքը։ Օրինակ, երբ առավոտյան թեթև շտապում ենք աշխատանքի կամ դպրոց, սկսում ենք արագ խոսել, ուշադրություն չենք դարձնում մանրուքների վրա և սխալներ ենք անում այն գործերում, որոնք սովորաբար հեշտ էին թվում։ Սթրեսի ազդեցության տակ ուղեղը մի պահ անցնում է կամ մարդ, կամ փախուստ ռեժիմի, այն կենտրոնանում է նրա վրա, ինչ անհրաժեշտ է, իսկ մնացածը թերի է դիտարկում։ Այդ պատճառով մենք կարող ենք անսպասելի վարք դրսևորել, վեճ սարքել, սխալ հաշվարկներ անել կամ ձգձգել որոշումներ, բայց այս նույն սթրեսը ճիշտ օգտագործված կարող է օգնել։ Երբ գիտակցաբար շունչ առնելով հանգստանանք, մի փոքր դանդաղեցնենք քայլերը, ուղեղը սկսում է ավելի լավ աշխատել, մտածել, վերլուծել և գտնել լուծումներ։ Եվ այս պարզ տարբերակն էլ ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն ունեն մեր էմոցիաները և ներգործությունները մեր առօրյա որոշումների վրա։ Արդյունքում, հասկանալով, թե ինչպես է սթրեսը աշխատում մեր ուղեղի հետ, մենք կարող ենք ավելի գիտակցաբար վերահսկել մեր վարքը, պահպանել հանգստություն և կատարել ճիշտ ընտրություններ, նույնիսկ ծանր իրավիճակներում։